Ողջույն սիրելիներ, այսօր մեր հայրերը որպես ճաշու ընթերցվածք ավետարանից առանձնացրել են այս հատվածը։ Պետրոսն ասաց. Տեր, մեզ համար ասացիր այդ առակը, թե բոլորի համար։ Եվ Տերն ասաց. ով է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր Տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին կերակուր տալու համար։ Երանի է այն ծառային, որն իր տերը, երբ որ գա, այդպես արած կգտնի։ Արդարև ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրա վերակացու կկարգի։ Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի, իմ տերը ուշանում է գալ, և սկսի ծեծել ծառաներին և աղախիներին, ուտել, խմել և հարբել, այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չէր սպասում, և այն ժամին, որ չէր իմանում, նրան մեջքից երկու կտոր կանի և նրա բաժինը անհավատների հետ կդնի։ Իսկ այն ծառան, որ գիտե տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի, և այն ծառան, որ չգիտե իր տիրոջ կամքը և ծեծի արժան գործ է կատարում, քիչ ծեծ կուտի։ Նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, և ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն։ Այսպես, սիրելիներ, մեր Տերը շատ հետաքրքիր խորհուրդ է դնում մեր առջև, որ մենք ոչ միայն կամենանք, այլ հատկապես կատարենք Աստծո կամքը, որովհետև նրանք, ով կատարում են տիրոջ կամքը, ահա նրանք է, որ ըստ տիրոջ պատվիրանի կապրեն հավիտյան։ Տերը երանի է տալիս նրանց, ովքեր որ տիրոջը հավատարիմ կլինեն և նրա պատվիրանները կպահեն։ Եվ եթե ես կամենամ Աստծո պատվիրանը պահել, ապա երանի է ինձ։ Եթե ես կամենամ և կատարեմ առավել, երանի է ինձ։ Քրիստոնյայի առաքինությունը կայանում է նրանում, որ հաճախ մենք բարին չենք կամենում, որովհետև գիտենք, որ մեր սրտերում չարություն կա, մինչդեռ բուն քրիստոնեությունը նահատակություն է, ինչու, որովհետև մենք ուրանում ենք մեր կամքը։ Եվ եթե այսպես է, ուրեմն եթե ես չկամենամ և կատարեմ Աստծո կամքը, դարձյալ երանի է ինձ, որովհետև նա, ով բարի է, այսինքն Աստված և բարերար, ըստ իմ այս կամեցողության և իմ անձի նահատակության, այսպես ասած, որ իմ կամքն ուրացա և Աստծո կամքն ընդունեցի, ապա ինձ կդասի բարիների շարքը։ Սակայն հնարավոր է նաև, որ ոմանք ըստ իրենց չար կամեցողության չարը կամենան և բարին չկատարեն։ Այդ դեպքում Տերը նրանց մասին այսպես է ասում. նրան մեջքից երկու կտոր կանի և նրա բաժինը անհավատների հետ կդնի, այսինքն կպատժի։ Եվ հետաքրքիր է, որ պատժի մասին էլ մեր Տերն ասում է, թե ով գիտի իր տիրոջ կամքը և չի կատարում, ապա նա շատ պատիժ կկրի, իսկ ով չգիտի և դարձյալ չի կատարում, քիչ պատիժ կկրի։ Ուրեմն, սիրելիներ, ըստ Աստծո կամքի ջանանք Աստծո պատվիրանը իմանալ, ինչպես որ Տերն ուսուցանում է, նմանվեք իմաստուն տնտեսների, ովքեր որ ճրագը կվառեն իրենց։ Մեր ճրագը, իհարկե, մեր միտքն է, որ կամենանք իմանալ Աստծո պատվիրանը։ Ուսուցանում է այս խոսքը, որ մենք Աստծո պատվիրանն իմանանք և կատարենք, և այսպես կհասնենք Աստծո արքայության ջերմագին վայելման։